Լավ, շատ սիրելի ուխտավորներ, մենք Ակրոպոլիսին դիմաց կանգնած ենք եւ այստեղ ուր որ կանգնած ենք, շատ պատմական վայր է։ Ակրոպոլիս նախ կնշանակի, որ ամենեն բարձր վայր, Քաքատնի ասիգա, Ակրոպոլիսները այն վայրերն են, երկու բառերը կապված է, ակրո եւ պոլիս, պոլիս կնշանակի քաղաք, ակրոն կնշանակի բարձր։ Ամենեն բարձր տեղն է, միջնապերտ եղած է ժողովուրդ սիրելներ եւ հետանոսական ճաստվածներու դաջար եղած է, այդ բզդիկ դաջարը որ գտեսնեք Nike, այսինքն հաղթանակի դաջարն է եւ մյուս Ակրոպոլիսն է եւ վերջը պիտի տեսնենք Բարտենոնի ուրեմն դաջարը մյուս կողմը որ Աթենքին նվիրված է։ Աթեն քաղաքը եղած է բազմաթիվ ճաստվածներու կենտրոն։ Եվ որ Պողոս Արաքյալը 51 թվականին եկավ Աթենք, դեսավ բազմաթիվ ճաստվածներ եւ շատ սիրտը նեղվեցավ, որովհետեւ աթենացիները նախաբաշարումներով լեցուն մարդիկ էին, շատ նախաբաշարումներով, ամեն ինչը ճաստվածներու հետ կապված է։ Ուրեմն դեսավ ինքը քաղաքի մեջ քալած ադենը, դեսավ արձանը, որ գոչվեր անձանոտ Աստուծո արձանը, անձանոտ Աստուծո արձանը։ Ուրեմն աթենացիներուն եկավ այստեղը Ակրոպոլիս բարձացավ եւ այստեղեն սկսավ քարոզել ժողովրդին, որու մասին Հիսուս Քրիստոսի մասին։ Ասելու համար որ ժողովուրդ, ես երբ որ ծեր քաղաքը բդեցացենք, դեսա անձանոտ Աստուծո նվիրված արձամ ունեիք։ Ես եկած եմ ցեզի խոսելու ճիշտ այդ անձանոտ Աստուծո մասին, որուն անունը Հիսուս Քրիստոսն է եւ որ Հիսուս ինքը հարություն արավ։ Հարություն արավ Հարություն բառը սիրելներ, հույները եւ որ իրար պիտի շնորհավորեն հարությունը ինչ կսեն, Happy Easter-ին ինչ կսեն հունարենով։ What does they say Happy Easter? No, ինչ է։ Before is Καλή Ανάσταση. Now After is Χριστός Անեստի։ Անեստիսը Անեստասիան հունարեն բառը հարություն Անեստի հունարենի մեջ իքական բառ է եւ հետեւաբար իրեն կարծեցին որ հույն Աստվածուի մասին է որ գխոսեր Պողոս Արաքյալը։ Մինչ այդ Պողոս Արաքյալը սկսավ իրեն սեր որ մեկ Աստված կա, որը ստեղծեց ամենուս եւ համբերեց Աստված բոլոր մարդոց, որ Չաստվածներու հետևելով այս վիճակին ասամ, բայց հիմա որ Հիսուս Քրիստոսը ղրգեց, որովհետեւ կարողանա ցես բրգել եւ հետեւաբար քարոզեց աթենացիներուն ապաշխարություն։ Նայեցեք, Կորց Կարաքելոց գրքի մեջը 17-րդ գլուխը պիտի գարտամ ցեզի, որ Պողոս Արաքյալը ինչ ասավ։ Ուրեմն Աթենքի մեջ կգարտամ ցեզի Կորց Կարաքելոց 17-րդ գլուխ 16-րդ համարենը սկսյալ։ Աթենքի մեջ մինչ Պողոս անոց կսպասեր ընկերներուն, զայրույթով գլեցվեր տեսնելով որ Աթեն քաղաքը գրաբաշտության մեջ տաղված էր։ Ուստի ոչ միայն ժողովարանի մեջ կխոսեր հрьяաներուն եւ աստվածաբաշտ հույներուն, այլ նաեւ հարագի վրա ամեն օր կխոսեր որոնց որ գահանտիբեր։ Եվիգորյանները եւ ստոիգյանները, ասոնք սիրելներ, ուրեմն Քրիստոսեն առաջ հույն փիլիսոփայական ուրեմն բաներ էին, փիլիսոփայություններ էին, իմաստասիրություններ, ուրեմն ոմանք հագաջարեին իրեն, ուրիշներ գսեին այս իմաստակ, այս գիտունը ինչ գուզեսել։ Ուրիշներ ալ գսեին, գերեւի թե օդար աստվածներ կքարոզե, որովհետեւ Հիսուսի մասին կխոսեր եւ հարության ավետիսը գուդարանոնց։ Ուստի արին զինք եւ դարին Արիսբարքոս եւ գսեին, գրնակ լսել թե ինչ է այս նոր վարտաբեդությունը, որու մասին կխոսիս։ Օդարոդի նորությունները սիրմեց, հետեւաբար գուզեն գիտնալ թե ինչ են ադոնք։ Որովհետև ընդհանրապես բոլոր աթենացիները եւ հոն բնագող օդարականներ ուրիշ սպաղում չունեին, բացի վերջին նորությունները լսել է եւ պատմել է։ Պողոսալ նայեցեք ինչ ասավ։ Ով աթենացիներ, ուրգե որ Պողոս ասավ այստեղ է գեցած էր սիրելներ եւ ասավ ով աթենացիներ։ Գտեսնեմ որ ծայր աստիճան գրոնասեր եք ամեն ինչով, որովհետև երբ գբդդեի եւ աչքի կանցնեի ծեր ճշտամունքի վայրերը, դեսա փակինը, դեսա Աստուծո նվիրված դաջարը, որուն վրա կրված էր անձանոտ Աստուծո։ Ահա ինչ որ դուք առանց ճանչնալու գբաշտեք, նույնը կքարոզեմ ես ցեզի։ Այն Աստվածը, որը ստեղծեց աշխարհը եւ ինչ որ կա անոնց մեջ, անոր երկինքի եւ երկրի դերն է, որ ոչ ցերագեր դաջարներու մեջ կփնագի, ոչ մարդոց կողմից զարայության գարոդի մարդոց պես, ան է որ բոլորին կյանք, շունչ եւ ամեն ինչ կուտա, ան է որ միակ մարդեմը ամբողջ մարդկությունը հարաճ բերավ, որբեսի աշխարհի բոլոր կողմերը փնագին։
հատուկ ժամանակաշրջաններ սահմանեց եւ բնակության սահմաններ ճշտեց անոնց, որբեսի զաստված փնտրեն եւ թերևս խարխապելով գտնեն եւ արտարև հերույալ չէ մեզ յուրաքանչյուրեն։ Ըսա որ դուք այս բոլորի մասին լսած եք, բայց խարխապելով է որ Աստուծո մասին չեք գիտեր, բայց ես ցեզի Աստվածը կարոզեմ։ Որովհետև իրմով է որ գաբրինք, իրմով է որ գշարժինք եւ իրմով է որ գանք։ Ինչպես որ ծեր բանաստեղծները մեկնալսած է, մենք անոր զավակներ ենք։ Քանի ուրեմն Աստուծո զավակներ ենք, ինչպես կրնակ խորիլ թե Աստվածությունը ոսկիով, արձատով կամ քարով շինված եւ մարդկային ջարդարաբերության մտքի ծնունդ եղող քանդակներու կնմանի։ Բայց արդ Աստված գամավորապար մորնալով այդ ժամանակները, երբ մարդիկ չէին ճանչնարզինք, հիմա ամեն ուրեք մարդոց կբադվիրե աբաշխարել, որովհետև օրը սահմանեց, երբ արդարության պիտի թադե ամբողջ աշխարհը մարդու ցերկով, որու միջոցով ուզեց հավատ ներշնչել բոլորին զայն մերելներեն հարուցանելով։ Երբ մերելներու հարության մասին լսեցին, ոմանք սկսան զաղրել, իսկ ուրիշները ասին. այս մասին ուրիշ անգամ նորեն կուզենք լսել քեզ մե։ Այսպիսով Բողոս թողուց զանոնք եւ գնաց, բայց քանի հոգիներ իրեն հարեցան եւ հավատացին, ասոնց մեջ էին Դիոնիսիոս Արիսպակացին, Դամարիոս անունով Գիմը եւ ասոնց հետ ուրիշներ։ Փառք ես Աստված։ Նայեք բատմական վայրը սիրելներ, Բողոս Արաքյալ այստեղ քարոզեց ինչ աբաշխարություն։ Երևակայեցեք, որ այս երգիրը ամբողջությամբ հեթանոս էր։ Բողոս Արաքյալ միայն երկու հոգիներ աբաշխարեցին այդ օրը։ Դիոնիսիոս Արիսպակացին եւ մյուսը Գիմը, բայց տեսեք այսօր Հունաստանը սիրելներ օրթոդոքս եկեղեցի հավատքի կենտրոն եղած է։ Մեկ հոգին Քրիստոսի սերմը սերմանեց եւ ամբողջ երգիրը հետո քրիստոնյա դարձավ։ Դուգալ սիրելի ժողովուրդ, ծեր ընտանիքներու մեջը Քրիստոսի սերը սերմանեցեք եւ պիտի տեսնեք, որ անպայման արդյունք պիտի տա։ Եկեք Փառքես Աստված։ Իսկապես Փառքես Աստված, ահա բատմական այս վայրի մեջն է, որ մենք եցած ենք եւ այս ակրոպոլիսը սիրելներ գանկնված է Քրիստոսեն առաջ, հա, այսինքն Քրիստոսի երկրավոր ծնունդեն առաջ, մեր տվականութենեն առաջ 5-րդ դարուն, այսինքն 441 թվականին սկսած է գանկնվել եւ 431-ին ուրեմն սարկված է։ Եվ այստեղը բազմաթիվ մշակույթներ եղած են։ Նախ հույները, հետո հռոմեացիներ, Roman Empire, ատկևեջ Byzantine բյուզանդացիները, ատկևեջ Ottoman Empire, Օսմանցիները, ատկևեջ ոստեղը երկար փառակրիվներ եղած են 1821 թվականին Օթո թագավորը, Օթո Քինգը ազատություն բերավ եւ հույն ժողովուրդը իդ վերանգախացավ իր բոլոր դժվարություններն։ Եղավ ժողովուրդ, այսօր այսքան, հիմա քիչ մերջ ավելի մանրամասն ցեզ ներս կխոսիմ։